Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Այվազյան, երևի թե մեր զրույցը սկսենք մի փոքր պատմական էքսկուրս անելով 2021 թվականին, երբ դուք հրաժարական տվեցիք, ձեր հրաժարականի պարզաբանման մեջ 2 օր անց դուք նշեցիք, որ պատրաստ չեք մասնակցել այն ծրագրերի եւ նախաձեռնություններին, որոնք որ խարխլում են պետության հիմքերը եւ դեմ են Հայաստանի Հանրապետության շահերին։ 5 տարի անց մենք ինչ ենք տեսնում, արդյոք այդ ծրագրերը իրականացվեցին, ինչպես իրականացվեցին, արդյոք այն ամենը ինչ մենք այսօր ունենք, թե ներքաղաքական ֆրոնտում, թե արտաքին քաղաքական հենց այդ ծրագրերի, որոնց մասին դուք զգուշացնում եք, հետևանքը չեն։ Բայց շնորհակալություն հնարավորության համար 5 տարի առաջ շուտով կլինի 5 տարի ինչ ես հրաժարական եմ ներկայացրել ինձ համար եւ մեր թիմի համար, որոնք այդ ծանր ժամանակ ստացեցին պատասխանատվություն, արդեն պարզ էր, որ մեր պատկերացումները ճգնաժամից դուրս գալու եւ իշխանությունների տարբերվում են։ Գիտեք, երկու տեսակի մարդիկ կան։ Մարդիկ, որոնք տեսնում են մինչև հորիզոնը եւ հորիզոնից այն կողմ։ Մենք հորիզոնից այն կողմ ենք տեսնում եւ ցավոք սրտի ճիշտ գտնվեցինք այն իմաստով, որ պատերազմը ռազմական դաշտում իհարկե ավարտվել էր, բայց պատերազմը տեղափոխվել էր այլ հարթություններ, հատկապես դիվանագիտական ճակատ, եւ պատերազմի հիմնական նպատակը հակառակորդի հոգամքը պարտադրելն է։ Եւ 5 տարի անց այսօր ակնհայտորեն երևում է, որ մեր հակառակորդները հասնում են իրենց նպատակին, պաշտոնական Երևանը հանգել է եզրակացության, որ այս տարածաշրջանը անցել է մեծ վերափոխման եւ երաշխավորը այս տարածաշրջանի դարձել են Թուրքիան եւ Ադրբեջանը եւ հետեւաբար որպեսզի Հայաստանը իրենց պատկերացմամբ գոյատևի, իրանք պետք է ընդունեն նրանց հրահանգները եւ հնազանդվեն նրանց պահանջներին եւ սա իհարկե գեղեցիկ բացետավորվում է սա միայն Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարթությունում չէ, ընդհանրապես սառը պատերազմի ավարտից հետո նախկին համաշխարհային ստատուս կվոն փոխվել էր, բայց վերջնական փլուզման չէր ենթարկվել եւ այս ստատուս կվոյի փոփոխությունը համաշխարհային իմաստով կամաց մոտենում էր մեր սահմանները եւ այսօր բոլոր նրանք, ովքեր գովաբանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես ասած պատմական խաղաղության փաստը, իրականում հետապնդում են իրենց ռազմավարական շահերը, որոնք ակնհայտ են եւ իրենք շատ լավ հասկանում են, որ այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման եւ խաղաղության մասին չէ խոսքը, այլ իրենց ռազմավարական շահերի իրականացման լավ հնարավորությունը։